Ամեն օր յուրաքանչյուրիս պարտքն է մեր խոնարհումը բերել մեր ընկած տղաների հիշատակի առջև։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք նրանցից մեկի ընկերներին, հարազատներին, ով կներկայացնի նաև նրա պատմությունը։ Կայացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի նվիրված գրքի շնորհանդեսը։ Խոսքը հենց Հայկազի մասին էր։ Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների եւ հրամանատարների հուշերի հիման վրա, ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու մարտականողին։ Գրքի գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Հայկազին օդաթեթրում գտնվել է նշում գիրք գրելու ցանկության մասին, ինչն իրականացրել է նրա քույրը, ու նաեւ ընկերների աջակցությամբ։ Մեր հերոսի կյանքի անցածողու եւ իհարկե գրքի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, Հայկազ Մկրտչյանի քույր Արևիկ Մկրտչյան եւ Հայկազի համադասարանցի ու ծառայեկից ընկեր Պարույր Հովհաննիսյան եւ ծառայեկից ընկեր Վահե Այվազյան։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ այսպես վաղ առավոտյան եկել եք մեզ մոտ։ Եկեք խոսենք հենց բուն գրքից, պատմեք այս գրքի անցած ճանապարհի մասին։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ նախարարների համար։ Ինչպես նշեցի, գրքի գաղափարը ծնվել էր այն բանից հետո, երբ Հայկի զոհվելուց հետո իր ծառայեկից ընկերները բերել էին նրա զինվորական պայուսակը, որի մեջից մենք գտել էինք նոթատետր, որտեղ Հայկը իր նշումներն էր կատարում, եւ նա այնտեղ իր սիրելի գրքերից կարդացած սիրելի աֆորիզմներն էր գրում, եւ այնտեղ նա ցանկություն էր հայտնել գիրք գրելու մասին եւ հայտնի դառնալու մասին, եւ դա կարդալուց հետո անգամից որոշում կայացվեց, որ պետք է գիրք գրվի իր մասին։ Ճիշտ է, նա էր ցանկանում գիրք գրել, որ հայտնի դառնա, բայց այս դեպքում հենց իր մասին է գիրք գրվել, նա է գլխավոր հերոսը գրքի, եւ 5 տարի շարունակ պատմությունները հավաքելով եւ իր հարազատների, ծառայեկից ընկերների, համադասարանցիների, ուսուցիչների, տնօրենների, բոլորի շնորհիվ հավաքվեցին այդ պատմությունները եւ բոլորը զետեղված են գրքում։ Հուշեր են հիմնականում հուշեր փաստային պատմություններ, պատերազմների մասին, նրա երկու անցած պատերազմների մասին է այնտեղ գրված, իր փառահեղ մարտական ուղին է ներկայացված եւ բոլորի հուշերն է ներկայացված։ Տղաներ, այնինչ չենք պատմում մեր հարազատներին, մտերիմներին, միշտ մեր ընկերների հետ ենք կիսվում։ Այսպես ամենագաղտնի բաները վստահ եմ դուք եք իմացել նրա մասին, այո, կադրերն են տեսնում, այո։ Կրկին մեր խոնարհումը, մեր քաջ տղաների հիշատակի առջև։ Մենք խնդրենք այո, նաև տղաները պատմեն իրենք ինչ պատմություններ եւ հուշեր ունեն, որոնք զետեղել են գրքում։ Առաջին աղբյուրից լսենք պատմությունները։ Ես Հայկազ Մկրտչյանի զինակից ընկերն եմ, իրար հետ ծառայություն անցկացրել ենք Մերապ Զորամասում։ Այսպես ասած, ես Հայկազի նման նույն ուղղությամբ սերժանտ որպես եկել եմ Լուսակերտի վարժարանից։ Առաջին հանդիպումը եւ տպավորությունը Հայկազի հետ կապված հենց առաջի օրն է եղել, երբ որ ես մտել եմ այդ Զորամաս։ Հայկազը այդ օրը հերթապահություն էր իրականացնում Զորամասում։ Նա մեզ նորեկ սերժանտներից դիմավորեց եւ այսպես ասած կարգ ու կանոնը ներկայացրեց այնտեղի, բացատրեց, որ այն ծառայությունը, որը իրականացրել ենք վարժարանում, այսպես ասած, նույնը չէ, ինչ որ սա է, քանի որ նա այդ նույն փորձը ուներ, այսպես ասած։ Ժամանակի ընթացքում մտերմանալով Հայկազի հետ, նրա մարդկային հատկությունները, հատկանիշները հասկանալով, նա այսպես ասած շատ բարի, շատ ընկերասեր տղա էր, շատ տարբեր բաներ կա, որ այսօր կարող եմ խոսել իր մասին, ճիշտն ասած շատ հոբիներ ուներ, հետաքրքրություններ ուներ, այսպես ասած, գրքեր էր շատ սիրում կարդալ, հիմնականում Ռեմարկ, ինչպես վանականը վաճառեց Ֆերարին, այդ գիրքներ կարդում, միշտ հետաքրքրությամբ էինք նայում, էլի նրա մտածելակերպին ինչպես է ամեն ինչ կատարում, շախմատի հետ այսպես ասած հետաքրքրություններ ուներ, վանակային մեծ այսպես ասած մրցույթ էր իրականում, շախմատի հետ կապված, նա գնաց եւ պատվով հետ եկավ, հարցնում էի, ասում էի Հայկազ ինչպես ես այդպես հաղթանակներ կրում, էլի ինչպես ես կարողանում։ Ես ճիշտ ասած այդքան շախմատի հետ չէի կարողանում էլի հասկանալ, պատկերացում չունեի, ասենց ասած։ Նույն տարբերակով կնշեմ, որ Հայկազը իր ծառայությունը ինչպես Զորամասում, այնպես էլ մարտական դիրքերում փառահեղ է կատարել, իսկական զինվորի պես այսպես ասած։ Մենք ճիշտ ասած, երբ որ ես եկել եմ, տարբեր նույն ստորաբաժանում ենք եղել, բայց եղել ենք
տարբեր մարտկոցներում ծառայության, ես եղել եմ 4-ից, նա 2-ից, այդ ընթացքը երբ որ պատերազմը սկսեց, երկու պատերազմի մեջով ենք անցել, հուլիսյան մարտերներ, որի ժամանակ մենք տարբեր տեղակայման վայրերում ենք եղել, բայց միշտ իրար հետ կապված ինֆորմացիաներ ենք ստացել։ Ես ինչպես գործողությունները կատարել ենք, լսել եմ թե Հայկազը ինչպես է օրինակ դիտակետ վերացնում կամ ինչ մարտական գործողություններ է իրականացնում։ Նույն տարբերակով Ղարաբաղին է, բայց արդեն որոշ չափ հեռավորության վրա ենք եղել։ Նույն տարբերակով նշեմ, որ իր գործիքը, որով որ աշխատում էր, վնասազերծվել էր նրա նշանոցը, բայց ինքը տարբերակներ էր գտնում, վերանորոգում էր դա ու նույն տարբերակով մարտնչում էր թշնամու դեմ։ Այսքանը կասեմ։ Վստահ եմ նրա այստեղ լինելու դեպքում էլ ինքն էլ նույն հպարտությամբ խոսել էր ձեր մասին, որովհետև դուք էլ այն քաջարի տղաներից եք, ովքեր կարողացան վերադառնալ, հաղթահարել այդ պատերազմի արհավիրքը։ Պարույրը ավելի վաղ տարիքից է ճանաչում Հայկազին, վստահ եմ ավելի հետաքրքիր պատմություններ։ Հա, ես Հայկազին ճանաչում եմ դեռ առաջի դասարանից, ասենց ասած մենք իրար հետ ենք սկսել դպրոցի process-ը, կյանքը, ճիշտ է դրանից հետո մի 5 տարի մոտավորապես մեր շփումը մի քիչ հեռացավ իմ ուրիշ տեղ ապրելու պատճառով, բայց մեզ կապեց էլի բանակը իրար։ Բախտի բերմամբ մենք գնացինք սկզբից նույն տեղը ծառայելու Լուսակերտ, ոնց որ Վահեն նշեց, ու տեսեք Հայկազի մասին խոսալ, իրեն ճանաչել, առհասարակ իր ներքին աշխարհը հասկանալը հաստատ չեք կարող, էլի 1 օրում, 2 օրում, 3 օրում ինքը ահա որ անհասկանալի հետաքրքիր, դու իրան պետք է անդադ ուսումնասիրես, անդադ ու այնքան բաներ ես բացահայտելու, որ ուղղակի չգիտեմ, կարող է ցնդվես բահի տակ, տենց այսենց ասած, ինքը բանակում երևի առաջի 6 ամիսը մենք իրար ծառայելուց բոլորից տարբերվում էր, ահա որ շատ տարբերվում էր, ինքը գրքերի հանդեպ մեծ սեր ուներ ու տենց օրվա մեջ 1-2 գիրք վերջացնում էր, բոլորը զարմացած ասում ենք ոնց, ու ինքը ահա որ կենսուրախ մարդ էր։ Եթե մենք ծառայության սկզբի շրջանը շատ ծանր էինք տանում մինչև հարմարվել, հասկանալ որտեղ ենք, ինքը առաջի օրվանից արդեն շփիտը դեմքին, հա, իր համար արդեն ամեն ինչ նորմալ էր, սովոր էր։ Եթե կարելի է գրքերը նաև մեզ մոտ ունենա, նայելու։ Սիրով նվիրում ենք Շնորհակալություն շատված են։ Այսպես լուսավոր հայացքով, այո, շփիտը դեմքին, վստահ եմ ուսուցողական է լինելու այս գիրքը, հիմա մեր օպերատորն էլ ցույց է տալիս, շփիտը պայծառ, մեկը մյուսից պայծառ տղաներ են մեր տղաները իրականում բոլորը։ Ինձ հետաքրքիր է ինչպես է կանցել այս ճանապարհը գրելու։ Ես ուզում եմ ձեր այդ հույզերի մասին խոսենք, ամեն անգամ հանդիպելիս, ամեն անգամ խոսելիս եւ որն է եղել ամենահետաքրքիր դրվագը ձեր համար այս աշխատանքի ճանապարհի։ Գուցե բացահայտումն է, որ դուք չէիք պատկերացնում։ Ճիշտն ասած, միշտ ամաչում եմ ասել, որ ինձ դժվար է եղել, որովհետեւ միշտ դժվար բառը ասելուց միշտ մտածում եմ Հայկին ինչքան դժվար է եղել ամբողջ պատերազմի ընթացքում կռվել, բայց այո, դժվար է եղել, քանի որ հեռախոսազանգերի միջոցով եւ խոսելու ընթացքում երբ պատմում էին մարդիկ իր մասին եւ այնպիսի փաստեր, որոնք որ ես չեմ իմացել եւ նրա խիզախությունների, քաջարարքների մասին, երբ պատմում էին, բայց հարցնում էին Արևիկ, բայց նորմալ է որ պատմում ենք, հոգես ծանր չի, ես միշտ ասում եմ, չէ, ծանր չի, հանգիստ պատմիր, բայց հոգիս sense ամբողջ տակնու վրա լինելով իհարկե լսում էի պատմությունները, հետաքրքիրը գիտեք որն է, որ այն մարդիկ, ովքեր որ նրան ճանաչել էին ծառայության ընթացքում օրինակ 3 ամիս կամ մարդիկ ովքեր որ նրա բարեկամն էին, բոլորը միաձայն այսպես բոլոր պատմություններում նշում են, որ ինքը անսահման բարի էր, շատ արդարամիտ էր ու շատ համարձակ էր դրա հետ մեկտեղ։ Ճիշտ է, բարի էր, բայց այնպես համեստ չէ, որ չխոսար, հակառակը ինքը միշտ իր կարծիքը ասում էր, կարող էր նույնիսկ դպրոցում ուսուցիչների իր կարծիքը ասել, երբեմն նաև հակադրվել ու այդ ամենը շատ մեծ հետաքրքրությամբ էր անում եւ այո, բոլորը դա նշում են, որ այդ իր արժեքային համակարգը, արդարամտությունը, քաջությունը, բարիությունը, անսահման ընկերասիրությունը ու նվիրվածությունը թե ընկերներին եւ թե հայրենիքին։ Ես իրեն ճանաչում էի որպես եղբայր միայն, բայց գրքի միջոցով ճանաչեցի նրան որպես աշակերտ, որպես զինվոր, որպես կրտսեր հրամանատար եւ շատ հետաքրքիր է իհարկե այդ տարբեր պատմությունները իմանալ։ Երևի ես կնշեմ, որ հետաքրքիրը այն էր եղել պատմությունների մեջ, որ
Ես գիտեի, որ շատ էր սիրում Հայկը իր ծառայությունը, ընթացքում շատ սիրեց, ավելի շատ հուլիսյան մարտական գործողություններից հետո, երբ դրանք հայկական կողմի հաղթանակով ավարտվեցին, նա շատ էր ոգևորվել եւ հրամանատարները պատմում են, որ մինչեւ Արցախի պատերազմը նա այնքան շատ էր ցանկանում գնալ Արցախ, մեզ էլ էր ասել տանը, որ ես մեկ օր առաջ ուզում եմ լինեմ Արցախում, ես պետք է կռվեմ ու ասում էր կտեսնեք մինչև մենք չգնանք Արցախ, Տավուշի մարզից կռիվը չի ավարտվի, բայց ես չգիտեի, որ ինքը նաև գնացել այդ ամեն ինչի մասին հրամանատարներին էր ասել, որ ցանկություն է հայտնել, որ մեկ օր առաջ մեկնի Արցախ, եւ իհարկե մի դրվագ կա, որ երևի ամեն ինչ պատմում է Հայկի մասին, վիրավորվելուց հետո, երբ նա արդեն շատ վատ էր վիրավորել, հրամանատարին ասել էր գիտես Ավագիմյան, եթե հենց հիմա ասեն ով կգնա առաջին գից, ես կգնամ, այդքան լավ եմ, ճիշտ է, լավ չէր, բայց ինքը ասում էր, ոչ, ես կգնամ, ես առաջ կգնամ, դա իր մասին ամեն ինչ ասում էր, որովհետև միշտ ինքը մտածում էր իր ընկերների, կողքինների, հարազատների մասին, նոր իր մասին, ինքը շատ նվիրվեց հայրենիքին։ Վստահ եմ մեր տղաներն են նույն զգացողություններն են ունեցել այդ օրերին։ Պարույր, թերևս մանկությունից դու հիշես ինչ-որ դվագ, որ այսպես հումորային, այդպես բարի ներկայացնող ու որ միշտ ամբողջ կյանքում մեր մնում է մեր ընկերներից։ Ճիշտ ասած, հա, ունեմ տես մի հատ պատմություն, կապված է հենց Արևիկի հետ երևի, ավելի շատ, ուրեմն ես ու Հայկազը երևի դասարանի ամենաչար աշակերտներն ենք, որ մեր ծնողներին հարցնենք կամ պատմեն։ Բայց համեստ եք ասում, գիտեք ծերում որ ես դասարանի ամենաչարն եմ, ձեր դեմքից չի։ Չէ, իրոք տենց է եղել, չարն ենք եղել ու մեր քույրերը, իմ քույրը եւ Հայկազի քույրը Արևիկը նույն դասարանում են սովորել, երևի 2 տարի մեծ ավելի ու հիշում եմ, որ չգիտեմ իմ քրոջը կամ Արևիկին ինչ-որ մեկը նեղացնում էր, ես ու Հայկազը տենց վազելով փոքր երևի այսքան գնում ենք, սենց մեծ էլի այդ էսի դու Հայկազի ողջավորությունն եմ հիշում այդ ժամանակ, որ ինքը իրոք տենց էր, իր մեջ երբեք դու ինչ-որ յետին միտք չէիր հասկանա, իր խոսքի մեջ պետք չէր գտնել, ինքը պարզ ուղիղ ոնց կար տենց մարդ էր։ Ու տենց երևի ամենազվարճալի պատմություններից մեկը հենց այդ էր, որ մենք տենց ամեն օր նկատողություններով ծնող կանչելով հետ էինք գալի դպրոցից։ Այդ ամեն ինչն եմ շատ լավ հիշում, երևի դպրոցական տարիներից, որ կարող եմ ասել։ Դե մնացածը արդեն ինձ թվում է կարդացեք գիրքը եւ կարդացեք, այո, հիմա։ Ինչպես է անցել շնորհանդեսը։ Ճիշտ ասած շնորհանդեսին ներկային մեր հարազատները, իր ընկերները, զինծառայեկից իր ընկերները, հրամանատարները, բոլորին շատ ուրախ էինք տեսնել շնորհանդեսին։ Տպաքանակ ամբողջովին սպառվեց հենց այդ օրը, ճիշտ ասած, եւ հիմա տպարանում նոր տպաքանակն է պատրաստվում, շատ շուտով արկա կլինի արդեն, գրքերը կարող են գտնել գրախանութներում, գրադարաններում, պլանավորվում է նաեւ դպրոցներին հանձնել եւ շնորհանդեսի ընթացքում հնչեցին Հայկի սիրելի ֆիլմերից երգերը, ամբողջը իր այսպես ասած իր սիրելի շնչով էր, ներկայացված էին նրա պատերազմի դաշտից բերված զենքի մասերը, թղթերը, նրա սիրելի գրքերը, որոնք որ նա կարդում էր ծառայության ընթացքում, հուզումնալից էր շատ, նաև ընթացքում ցուցադրվեց իր մարտական ծառայության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմը, որը որ շատ հարուստ ֆիլմ է, այսպես ասած, որովհետև նա իր 20 տարիների ընթացքում եւ հուլիսյան մարտական գործողություններին մասնակցեց եւ Արցախյան պատերազմում մասնակցեց եւ շատ էր հպարտանում իր արած սխրանքներով, որովհետև դրանք շատ էին։ Վայ, շախմատի մասին հիշեցիր, էլ ինչ, այսպես նշանակալի, տպավորիչ բան ես հիշում ձեր այդ ծառայության օրերից։ Ճիշտ ասած, Հայկը շատ պայծառ անձնավորություն էր, ասենց ասեմ, ամեն օր, երբ որ թեկուզ տրամադրությունը տնկած լիներ, նրա ժպիտը, նրա այդ կիսվելու տարբերակները, այսինքն երբ որ տխուր էինք լինում, չգիտեմ ինչ որ մտքեր էր լինում, որ պետք էր կիսվել, Հայկազի հետ շատ հեշտ էր դա լինում լուծել, կիսվել, որտեվ իրական ընկեր էր, այսպես ասեմ։ Չգիտեմ, շատը ամեն ինչի հանդեպ հետաքրքրություն ուներ։ Թե օրինակ հոբիների հետ կապված ֆուտբոլի հետ հետաքրքրություն ուներ, հետաքրքիրն այն էր, որ օրինակ Ռեալ Բարսա ընտրություն չէր անում, միշտ Լիվերպուլ ընտրություն էր անում։ Դա էր հետաքրքիր ու հիմնականը գրքերի հետ կապված միշտ խորիմաստ այդպես ավել բան չեմ կարող ասել, ճիշտ ասած, հիմնականում դա էր, էլի շախմատի հետ կապված
փայլուն հաղթանակներ էր տանում թե բանակում, թե ինձ թվում է դրանից առաջ։ Ինքը միշտ սիրում էր բանավիճել, ասենց ասում, այսինքն ինքը յուրաքանչյուր թեմայից գաղափար ուներ, իրոք թե, չգիտեմ, սպորտի հետ կապված, թե ամեն ինչի հետ կապված ինքը գաղափար ուներ ու միշտ սիրում էր բանավիճել, այսինքն ինքը տենց առիթ էր ման գալիս, ինձ ինչ որ մի բան, որ իրականության չհամապատասխանող մեկը բան ասի, ինքը մի անգամից հա գալիս էր ու իրոք միշտ ինքը ճիշտ էր դուրս գալիս։ Դու կարայր հանգիստ նստել իր կողքը, ուղղակի լսեիր ինքը ինչ է խոսում։ Գրազգային պարույրը միշտ ես կկիսեմ։ Տղաներ, այսօր եթե ձեզ մոտ լիներ ձեր դիմաց, ինչ կասեիք Հայկազին։ Չենք ասի, ինձ թվում է կգրկեինք ուղղակի մի հատ հավեսով։ Դες մնացեք պատմի, ես էլ կուզեի։ Հա, իրոք որ իրան տեսնեք հաստատ կուզեք, էլի ինքը տենց մարդ էր։ Ինչ հետաքրքիր է, էլ ինչ հետաքրքիր դրվագներ կպատմեք մեզ գրքից, որ ձեզ համար օրինակ շրջադարձային է եղել, անսպասելի է եղել ուսուցիչներից կամ հարազատներից կամ ընկերներից դրա մասին լսել է։ Ուսուցիչ հիշեցի, մի քանի դասարան փոքր էր, դե Հայկը սովորում ինձնից, երկու դասարան փոքր եւ ես հիշեցի, որ մի անգամ իրենք թելադրություն էին գրում կամ ստուգողական աշխատանքեր եւ Հայկը դուրս եկավ դասարանից, եկավ ինձ հանեց, այս Արևիկ մի հատ բան եմ ուզում հարցեմ, խորհել բառը ո՞նց է գրվում։ Մեջը հ կա, թե չկա, ես ասացի հա Հայկ կա, գնաց գրեց աշխատանքը հանձնեց, հետո գնաց ուսուցչուն ասեց մի հատ բան եմ ուզում էլի ձեզ ասեմ, գիտեք ուղղակի ես այդ բառը գնացել Արևիկից հարցրել եմ ու ասենց ուսուցչուհին այնքան էր զարմացել, որ սովորաբար չէին ասի, կիմանային կգրեին, կլռեին, բարձր գնահատական կստանային, բայց դա իր մասին չէր, ինքը պետք է գնար, ասեր, արդար լիներ, ազնիվ լիներ շատ ու նշում են գրքում շատ, որ ինքը միշտ տարբեր իրավիճակներին շատ տարբեր կողմերից էր նայում, չգիտեմ, իրեն օգնել էին գրքերը, որոնք որ ինքը շատ էր սիրում կարդալ թե ինչ եւ իր հրամանատարը նշում է, որ շատ լավատես էր մնացել նաև Հուլիսյան մարտական գործողություններից հետո եւ մի անգամ երբ հրամանատարը իր մտքերով է ընկած եղել, ինչ որ բանի շուրջ մտածելիս է եղել, Հայկը գնացել ասել է Անվակիմյան, մի տխրի, կարևորը դու ժիվո ես մնացել, մնացածը կարևոր չի, ոչ մի բան, դու կենթանի ես, նշանակում է, որ դեռ ամեն ինչ կարող ես հասցնել, անել, միշտ շատ լավատես էր։ Բոլոր տղաներն են ձեր ասած կենթանի, մենք դրանց միշտ կենթանի ենք հիշում, իդեմս Հայկազի կրկին եկեք խոնարհվենք բոլոր այն ընկած տղաների հիշատակի առջև, ովքեր այսօր մեզ հետ չեն։ Շնորհակալ ենք այս գրքի համար առանձնահատուկ հենց այս աշխատանքների եթեր գնալու ձեր խոսելու շնորհիվ հազարավոր մարդիկ ճանաչում են մերօրյա հերոսներին, որոնց շնորհիվ մենք առողջ, ողջ եւ խաղաղ կանգնած ենք։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Մենք դիտենք տեսահոլովակ եւ ավարտենք առնվազն այս թողարկումը եւ այս եթերը ձեզ հաճելի հանգստյան օրեր։ Լավ մնացեք։